Խնդիրը վերաբերում է ներքին գործերի նախարարությանը, Տիկին Սարգսյան, տաքսի ծառայություն իրականացնող վարորդները այսպիսի մի հարց են բարձրացրել, երբ աշխատում են ինչ-որ տաքսի օպերատորի ծառայությունում, ասենք օրինակ Yandex, եւ կայանում են տաքսու համար նախատեսված կայանատեղիներում, նրանց վրա գալիս է վարչական իրավախախտման արձանագրություններ, տուգանվում են, եւ երբ որ բողոքարկում են եւ ներկայացնում են համապատասխան ապացույցներ, որ այդ ժամին իրանք եղել են օպերատորի հսկողության տակ, պատվեր են կատարել, Yandex-ում են ծառայություն մատուցություն, չեն բեկամում այդ վարչական ակտերը, երևի պատճառաբանվելով, որ տաքսու նշաններ բան չկան, բայց փաստացի իրականացնում են այդ ծառայությունը։ Ուղղակի ուզում եմ ձեր ուշադրությանը հրավիրել այս հարցը, այս վարչարարության մեջ ինչ որ մի բան պետք է փոխենք, երևի ճշգրտենք։ Շնորհակալություն։ Հարցին կպատասխանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Շնորհակալություն հարցադրման համար, պարոն Խաչատրյան, իրականում վերջին ամիսներին հատկապես մենք էլ ենք ստանում համանման ահազանգեր մեր սիրելի քաղաքացիներից, ովքեր որ գրանցվում են հատկապես օնլայն հարթակներում տաքսի ծառայություններ մատուցելու համար, վստահ տեղյակ եք, որ ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքի համաձայն տաքսի ծառայություններ մատուցող ընկերությունները պիտի ունենան համապատասխան նշաններ, կահավորանք, գունագրաֆիկա եւ սրանով է պայմանավորված, որ երբ որ կայանում իրականացվում է, նախ առաջին հերթին տեսալուսանկարահանող սարքերով հնարավոր չի լինում իդենտիֆիկացնել, արդյոք տվյալ մեքենան մատուցում է տաքսի ծառայություն թե ոչ, դրա համար ակտավորումը տեղի է ունենում, իսկ բեկանման փուլում, քանի որ ունենք օրենսդրական համանման կարգավորումներ, մեր աշխատակիցներն ըստ այդմ վարչարություն անում են այդ տրամաբանությամբ, բայց ես համաձայն եմ, որ ձևից պիտի գանք բովանդակությունը, այսինքն փորձենք հնարավորության դեպքում, եթե կա իհարկե այնպիսի ապացուցողական բազա, որով որ վստահ կլինենք, որ տվյալ մեքենան մատուցում է համապատասխան ծառայությունը, կա գրանցումներ, կոնկրետ ընկերությունը հավաստում է դրա մասին, ապա կփորձենք արդեն վարչարարության շրջանակներում ապացուցողական բազայի տրամաբանության մեջ հասնել ապացույցների տրամաբանության մեջ հասնել ակտի բեկանմանը, վստահեցնում եմ, որ եթե իհարկե կլինեն ապացույցներ, այսուհետ բեկանումները կլինեն, որովհետև կարևորը նորից եմ շեշտում բովանդակությունն է, այլ ոչ ձևը, բայց կարիք ունենք զուգահեռ օրենսդրական դաշտը թարմացնելու, որովհետև ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենսդրությունը բավական հին է եւ չի ադապտացվել դեռևս ամբողջովին առկա իրավիճակին, այնպես որ վարչարարություն, զուգահեռ կփորձենք մեր քաղաքացիներին հնարավորության սահմաններում բովանդակությունը հաշվի առնելով ընդառաջել, բայց պիտի օրենսդրական դաշտը կարգաբերենք եւ հասցնենք ճիշտ մակարդակի։ Շնորհակալություն։ Արձագանք։ Շնորհակալություն, այո, իրականում դաշտը պետք է նորից ամբողջությամբ ուսումնասիրվի, նոր օրենսդրություն բերվի, իսկ ինչ վերաբերում է ապացույցներին, ամբողջ ապացուցողական բազան հենց էլեկտրոնային ծրագրային միջոցով ամեն ինչը կա եւ կարողանում են իրենք ներկայացնել։ Շնորհակալություն։ Շատ ավելի լավ։ Շնորհակալություն։